Նազիկ ջան, երբեմն սպորտում պարտությունը ավելի շատ բան է սովորեցնում, քան հաղթանակը։ Կա որևէ մի այդպիսի մի դեպք, որ պարտությունը քեզ ավելի շատ բանի է բերել, քան հաղթանակը։ Իհարկե կա, եւ դա իմ ամենայն դեպս ամենակարևոր մրցումներ երևի, քանի որ իրոք եթե չլիներ այդ, չի ասի պարտություն, բայց այդքան էլ լավ մրցումներին չմասնակցեցի։ Դա 2008 թվականի Թայլանդի առաջնությունն էր, աշխարհի առաջնությունն էր, որտեղ ես կարելի ասել կիսով չափ ցախողեցի մրցումներս։ Դե իհարկե սկզբում շատ կոտրվել էի, ինչ որտեղ նաև հուսահատվել էի, հիասթափվել էի, շատ դժվար շրջան էր այդ ընթացքում, որովհետև շատ լավ էր մարզավիճակս եւ ես ավելի մեծ արդյունքներ էի ակնկալում։ Տեսեք ինչ հետաքրքիր բան եղավ։ Ես հետո հիմա որ վերլուծում եմ, հասկանում եմ, որ եթե չլիներ այդ ձախողումը, ես այդպես էլ չէի գա հաղթանակի, որովհետև այդ մրցումներից հետո այնքան ենթադրություններ արեցի, որ հետո նայում այնքան բան կար, այնքան բացեր կար, որ ես զգացի, որ պետք է այդպես չանեմ, այնպես անեմ, ու դրանից հետո արդեն Եվրոպայի առաջնություններ, որտեղ ես դարձա չեմպիոն, ինչի հաշվին, որովհետև ես փորձեցի լրացնել այդ բացերը։ Եթե այդ մրցումներին ես ավելի լավ հանդես գայի, այդ բացերը այդպես էլ ուշադրություն չէի դարձնի, մտածեի, որ ամեն ինչ շատ լավ է, ես ուժեղ եմ, ես այսպես թե այնպես կկարողանամ հաղթել, ու իմ շատ կարևոր մրցմանը ես կձախողեի, իսկ այդ մրցումներին, եթե լավ մասնակցեի, կգրավեի 4-րդ տեղը, բայց վատ մասնակցեցի եւ գրավեցի 5-րդ տեղը, այդպես շատ չէր տարբերությունը, եւ ես հասկացա, որ այդ մրցումները ինձ հենց այնպես չտրվեց։ Ու դրա համար ես շատ իրականում կարևորում եմ այդ պարտությունները, դա դասեր են, որոնք որ մենք պետք է հաղթահարենք եւ ասեմ ավելին, հաղթանակներն են մեզ համար դասեր, որովհետեւ հաղթանակից հետո մարզիկին ավելի շատ հոգեբան է պետք, քան պարտությունից հետո դա շատ դժվար է հաղթահարել հաղթանակի այդ ամեն ապրումներից, էմոցիաներից հետո նորից հետ գալ ու մարզվել 0-ից, դա շատ դժվար է։ Դրա համար շատ ժամանակ մեզ հաղթանակներն էլ է տրվում որպես դասեր։ Քո հանրահայտ սալտոն ինձ թվում է քո ամենամեծ ֆիշկան է, որ ոչ մեկ երբեք չի մոռանա, որովհետև երբ որ ասում են նաև Նազիկը այդ քո տրավմայից հետո էր, չէ, ինձ թվում է դու սալտո արեցիր այդ օրը թե չէ, ինձ թվում է ոնց որ արեցիր, չէ, չես արել, չէ, մինչև էտա երևի եղել։ Արդեն էլ չի կարողանում մեջքից կապված։ Բայց ամենայն դեպս նորից եմ ասում, բոլորի իհարկե նաև հիշողությունների մեջ դա երբեք չի մոռացվելու։